Оно живет в джунглях? Нет, давай загадаем другое. Оно быстро бегает. Մարտապիլմը պատմություն է մի քանի մարդկանց կյանքի մասին, որոնք ողջ են մնացել զոմբիների հետ պատերազմից հետո։ Նրանցից ամեն մեկն ունի իր վտանգավոր եւ դժվարին կյանքի պատմությունը, բայց նրանց միավորում է մի բան։ Սարսափելի պատերազմում նրանցից յուրաքանչյուրը կորցրել է իր հարազատներին։ Сейчас же вернитесь в свою машину! Не надо выходить! Մի քանի տարի հետո ողջ մնացածները հարցազրույց են տալիս ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, որոնք կազմում են հաշվետվություն զոմբիների դեմ պատերազմի մասին։ Կենդանի մեռելների արձակումը ոչ կատակ է եւ ոչ էլ հեքիաթ։ Զոմբիները իրականություն են եւ այն սպառնում է մարդկությանը։ Փտած կիսաքայքայված, բայց գործնականում անխոցելի։ Փոխարենը նրանց հասցրած նույնիսկ փոքրագույն վնասվածքները սպառնում են մարդկանց վերածել զոմբիների։ Զոմբիների բանակը գրավում է երկիրը երկրի հետևից, աշխարհամասի հետևից։ Զոհվում են ռուսական հազարավոր զինվորականներ, տասնյակ եւ հարյուրավոր պարտիզաններ Եվրոպայից, Ասիայից եւ Միացյալ Նահանգներից, փորձելով կասեցնել սպասվելի քաղաքակրթության վաղճանը։ Бегите, бегите! Давайте сюда! Джерри! Помогите нам. Я отвечаю за семью. Я не могу вас заставить, но не говорите, что не подходите для миссии. Милый. Скажи детям, что я вернусь. Запомните, я вернусь. Եվ միանգամայն անորոշ է, թե ինչպես պետք է պայքարել հակառակորդի դեմ, որն արդեն մեռած է։